Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից մեկ շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Ռուսաստանի ղեկավարի հետ նոր հանդիպման մասին։ Այն ըստ Փաշինյանի ծրագրված է հունիսի երկրորդ կեսին, այսինքն ազգային ժողովի ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Մոսկվայից դեռ չեն հերքել կամ հաստատել վարչապետի ասածը։ Մինչև հունիսի երկրորդ կեսը ավելի քան 2 ամիս ժամանակ կա։ Այդ փուլում ամենայն հավանականությամբ արդեն հայտնի կլինեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Մոսկովյան վերջին հանդիպմանը գազի գնի, ԵԱՏՄ-ից ԵՄ գնալու, ՀԱՊԿ-ի եւ այլ հարցերի թվում նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգը չէր շրջանցվել։ Ռուսաստանի նախագահը ուղիղ ասում էր, ցանկանում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը, այդ թվում ռուսական անձնագիր ունեցող եւ անազատության մեջ գտնվող գործիչները մասնակցեն ներքաղաքական գործընթացներին։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով Փաշինյանը իր եւ Պուտինի հանդիպման մասին խոսեց մի նպատակով, որ ցույց տա հանրությանը, թե այդ բանակցությունները հետո ձևավորված հոռետեսական ընկալումները չափազանցված են։ Նիկոլ Փաշինյանը թերևս փորձում է ցրել ապրիլ 1-յան հանդիպումից ստացված նստվածքը եւ այդպես ձևավորել մտայնություն, որ եթե պայմանավորվել են նոր հանդիպման հունիսի երկրորդ կեսին, այսինքն խորհրդարանի ընտրությունից հետո, ուրեմն Ռուսաստանը ամենևին էլ, այսպես ասենք, քաղաքական դատավճիռ չի կարդացել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ սա է մոտիվը, ցույց տալ, որ այդ եզրակացությունները, այդ գնահատականները այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը եւ մոսկովյան հանդիպումը դատավճիռ չէր իր քաղաքական հետագա գործունեության համար։ Որքանով է սա արդեն ճշգրիտ, այստեղ էլ իհարկե միարժեք եզրակացություններ անել չենք կարող։ Թեև Նիկոլ Փաշինյանը այսօր պնդում էր, թե Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են, ռուսական կողմը դրանց որակից այնքան էլ գոհ չէ։ Փոխվարչապետ Օվերչուկը դժգոհել էր, թե հայ պաշտոնյաների հետ մի բան են պայմանավորվում, գործնականում այլ բան տեսնում։ Որպես օրինակ էլ նշել էր, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը նախ դիմել ռուսներին կառուցել երկաթուղու 2 հատվածները, իսկ դրական արձագանքից հետո առաջարկել ռուսական կողմին առհասարակ վաճառել երկաթուղու կառավարման իրավունքը, օրինակ Ղազախստանին։ Այս պայմաններում երեք Հայաստան է ժամանել ղազախական պատվիրակությունը, մինչև այցը թե Մոսկվայից, թե Աստանայից հայտարարել են, երկաթուղու հարցով բանակցություններ այժմ չկան։ Ավելին ռուսական կողմը ուղիղ ասել է, որ երկաթուղու կոնցեսիան չի ցանկանում վաճառել։ Հնարավոր է Երևանն անկախ Մոսկվայի դիրքորոշումից փորձի բանակցել եւ պայմանավորվել ղազախական կողմի հետ։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Այսինքն երկաթուղու հարցը չկա այս այցի օրակարգում։ Փաշինյանն ասաց, դրա շուրջ քննարկումը հրապարակային է։ Հնարավոր է այդ հարցին էլ անդրադառնան, բայց հարկ համարեց կրկնել, Ռուսաստանի թիկունքում ոչ մի քննարկում տեղի չի ունենա։ Իսկ Ղազախստանի պաշտոնյաների այցը վարչապետի խոսքով կապված է թրիփ նախագծի հետ։ Փաշինյանի խոսքով ղազախական կողմը թրիփով հետաքրքրված է։ Փորձում են հասկանալ տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում, այդ թվում իրենց համար։ Մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար, որովհետեւ տրանսպորտի ոլորտի եթե այսպես ասենք բիզնեսը, որը մասնավոր է, բայց իհարկե պետությունը նաեւ որոշակի դեր ունի, ինքը չի կարող առանձին վերցրած կտորով լինել, որովհետեւ այո, շատ լավ, երկրի մի հատվածից վերցվեց, տարվեց մյուս սահման, բայց ի շարունակություն պետք է լինի գործընկերություն ամուր, որպեսզի այդ հատվածը աշխատի։ Ղազախստանի արտգործնախարարի հետ Երևանն է ժամանել նաև այդ երկրի տրանսպորտի նախարարը։ Պաշտոնական Երևանը արտգործնախարարների բանակցությունների մանրամասներից ոչինչ չի հայտնել։ Նախքան Երևան ժամանել է ղազախական պատվիրակությունը նաև Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել էին հայ-ամերիկյան նախագիծ համարվող Թրամփի ուղու իրագործման, ինչպես նաև երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության հեռանկարները։ Վարչապետն այսօր պնդեց Բաքուն եւ Աստանան թրիփում ներդրումների հարց չեն քննարկում։ Այդ դեպքում ինչ, Փաշինյանը կրկնեց ընդհանուր տրանսպորտային նոր հեռանկարները, որ կբացվեն թրիփի իրագործմամբ։
Մարդիկ ուզում են հասկանան թրիփ նախագիծը ինչ հնարավորություններ է բացվելու, որպեսզի իրանք էլ իրենց հաճախորդներին առաջարկեն տարբերակներ, այստեղով անցման, այնտեղով անցման, նույնը վերաբերվում է Ադրբեջանին, նույնը վերաբերվում է Հայաստանին, որովհետև թրիփ նախագիծ, եթե թրիփ նախագիծը շատ լավ Հայաստանի A սահմանային կետից ապրանքը մտավ, հասավ B սահմանային կետ, բա ո՞նց է շարունակվելու։ Բնականաբար այստեղ պետք է Ադրբեջանի հետ համագործակցություն, Վրաստանի հետ համագործակցություն, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցություն, Թուրքիայի հետ համագործակցություն, որովհետև եթե մեկը վստահ չի, որ այդ ապրանքը մտավ Հայաստան, Հայաստանից դուրս գալու հուսալի ճանապարհներ կան, չի ուղարկի ապրանքը այս ուղղությամբ։ Այսինքն տրանսպորտային ցանցի աշխատանքի հեռանկարների հուսալիության մասին է խոսքը, բայց ղազախական ներդրումները Նիկոլ Փաշինյանը այդուհանդերձ չբացառեց, ասաց Աստանան կարող է նման հետաքրքրություն ունենալ, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում, բայց կոնկրետ թրիփում թե այլ նախագծում փակագծեր չբացեց։